Մոտ 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով սիզամարգեր, ավելի քան 1600 դեկորատիվ, մշտադալար ծառատեսակներով և թփերով այսուհետ կգեղեցկացնեն Կապանի Արամ Մանուկյան, Հունան Ավետիսյան և Ռաֆայել Մինասյան փողոցները։ Կանաչապատման լայնածավալ ծրագրի գլխավոր հերոսներից Թույաները, Ֆոտինյաները, Կատալպաները, Սակուրաները և ոչ միայն քաղաքի գարնանային հանդերձանքը էլ ավելի շքեղացրին։ Մասնագետների հետ խորհրդակցելու արդյունքում ներկրել ենք այնպիսի ծառատեսակներ և թփեր, որոնք Կապանի բնակաlimայական պայմանների համար շատ հարմար են, և նաև այս անգամ բերել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնք իրենց գունային երանգներով շատ տարբերվող են և մեր կանաչ տարածքներին նաև հաղորդում են նոր գույներ, նոր երանգներ։ Սիզամարգերի պատշաճ խնամքի համար նույնպես հոգացել են, ապահովելով կանոնավոր ոռոգում։ Հունան Ավետիսյան թաղամասում ամբողջությամբ շինարարական աշխատանքների ավարտից հետո սիզամարգերը ոռոգման համակարգով ապահովված են, ինչպես նաև Արամ Մանուկյան փողոցի քաղաքապետարանի հարակից այգի մասնավորապես ամբողջական ավտոմատացված համակարգով ոռոգման համակարգ է տեղադրված, որը շատ նպաստավոր պայմաններ է ստեղծում կանաչ տարածքների ավելի ճիշտ, լավ ծաղկելուն և ինչպես նաև ծառերի և ծաղիկների ծլելու համար բավականին բարելավ պայմաններ է ստեղծել։ Հարազատ բակերի նոր տեսարանը անչափ հավանել են բնակիչները, նշելով բարեկարգ հանգստի վայրեր ունենալը նաև պարտավորեցնող է։ Շատ գեղեցիկ է, երկուներ մենք արսեք էստեղ նստում, երեխաներին հետևում ենք այդպես, շատ ուրախ ենք։ Ես օրինակ շատ եմ հիանում, բոլորի համար, բոլոր տեղը հիանում եմ, այդքան բան կարեմ ասեմ։ нас тут бабушка живет с дедушкой, вот, и это, как бы шли, как раз говорили об этом, что очень красиво. Եկել եմ տատիկին հյուր և տեսել եմ, որ քաղաքը սիրունացել է։ Չդավաճանելով որդեգրած քաղաքականությանը, հաջողած ծրագրերից ոգևորված համայնքապետարանից վստահեցնում են դրան շարունակությանը երկար չեն սպասելու կապանցիները։ Առաջիկայում ևս նախատեսում է քաղաքի տարբեր փողոցներում կանաչապատման ծրագրեր, ծառատնկման ծրագրեր։ Մենք նաև երկու օր է Մելիք Ստեփանյան և Նժդե փողոցներում բազմաթիվ թխկի տեսակի ծառատեսակներ ենք տնկել, որոնք ևս այդ փողոցին հաղորդել են շատ գեղեցիկ տեսք։ Այո, ծրագրերը շարունակական են, բազմաթիվ փողոցներում լինելու են կանաչապատման տարածքների ստեղծում և բազմաթիվ ծառերի տնկման միջոցառումներ։ Ծառատեսակների և թփերի ձեռքբերման գործում Կապանի համայնքապետարանին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ծրագրի իրագործման համար հատկացնելով շուրջ 24 միլիոն դրամ։ Ամփոփելով խոսքը Մհեր Ավետիսյանը նշում է, բնակիչներին մնում է միայն նոր սիզամարգերին խնամքով վերաբերվել և դրանց գեղեցկությունը վայելել։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։